ասում էին, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են առանց նախապայմանների, բայց ի սկզբանե Թուրքիան երբեք էլ չի թաքցրել եւ հենց ինքն է սահմանները փակել, պահանջելով, որպեսզի Հայաստանը Արցախը հանձնի Ադրբեջանին եւ մոռանա ուրանա ցեղասպանության ճանաչման հարցը։ Արդյունքում այս երկու նախապայմաններն էլ Թուրքիայի Հայաստանը իդեմս ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի, որը ներկայացնում է Հայաստանը տվյալ պարագայում, այդ նախապայմանները կատարվեցին։ Ու հիմա բայց Թուրքիայի ախորժակը ուտելուց է բացվում։ Հիմա թուրք-ադրբեջանական այդ տանդեմը շարունակում է իր նախապայմանները առաջ քաշել, հիմա էլ խաբում են, ասում են, որ հիմա էլ է առանց նախապայմանների հարաբերությունները զարգանում, բայց իրենք արդեն սկսել են նոր ավելի ծավալուն նախապայմաններ առաջ քաշել։ 300,000 ադրբեջանցի տեղակայել Հայաստանի տարածքում, իրենց ասած այդ Զանգեզուրի միջանցքը 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը այստեղից, անկախության հռչակագիրը հանելը սահմանադրությունից, սահմանադրությունը փոխելը, մի խոսքով։ Ու ցավոք սրտի նաև փորձն է ցույց տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն այս բոլոր նախապայմանները իրականացնում է։ Եվ դրանք վերջնարդյունքում ոչ թե հանգեցնում են խաղաղության, այլ ճիշտ հակառակը։ Հայաստանի դիրքերը գնալով թուլանում են, եւ մենք հիմա կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ։